Եթե դուք էլ ունեք podcast, հաղորդում կամ ուրիշ մեդիա նախագիծ, բայց չգիտեք ինչպես այն տարածել սոցիալական մեդիայում, այս տեսանյութը հենց ձեզ համար է։ Բարև բոլորին, ես Սվետլանան եմ, Spin Ideas Agency-ից։ Այսօր ես ձեզ հետ կկիսվեմ մի քանի արդյունավետ մեթոդներով, որոնք կօգնեն ձեր նախագծին ունենալ ավելի մեծ լսարան եւ ստանալ ավելի շատ դիտումներ YouTube-ում։ Նախքան առաջխաղացման մեթոդներին անցնելը, կարևոր է, որ դուք ունենաք ճիշտ եւ ամուր հիմք, որպեսզի ձեր բովանդակությունը արդյունավետորեն տարածվի։ Եթե նոր եք սկսում, ապա առաջին քայլը սոցիալական մեդիայի էջեր ստեղծելն է։ Այս հարթակները օգնում են ձեզ տարբեր ձևաչափերով ունենալ ավելի լայն լսարան։ Օրինակ Instagram-ը եւ TikTok-ը հիանալի են podcast-ի կամ հաղորդման կարճ հատվածներով կիսվելու համար։ Facebook-ը հարմար է ձեր լսարանի հետ անձնական էջի կամ խմբի միջոցով շփվելու համար։ Դե իսկ եթե ձեր նախագիծը մասնագիտական է կամ տեղեկատվական, միանշանակ ընտրեք LinkedIn-ը եւ X-ը։ Եթե դուք արդեն ունեք ակտիվ լսարան ձեր անձնական էջերում, ապա կարող եք սկսել հենց այդտեղից։ Տեղադրեք հրապարակումներ ներկայացնելով, թե ինչի մասին է ձեր մեդիա նախագիծը։ Խնդրեք ձեր ընկերներին եւ հետևորդներին տարածել այն։ Կիսվեք արտադրական process-ի կադրերով, որպեսզի լսարանը տեսնի, թե ինչպես է ստեղծվում ձեր մեդիա նախագիծը։ Առաջխաղացման առաջին մեթոդը։ Ստեղծեք գրավիչ ու կարճ բովանդակություն։ Podcast-ի կարևորագույն պահերը առանձնացրեք 30-ից 60 վայրկյանանոց հետաքրքիր կարճ հատվածների եւ տեղադրեք այն Instagram-ում եւ TikTok-ում կամ YouTube Shorts-ում։ Ստեղծեք նկարներ մեջբերումներով։ Օրինակ, գրեք ձեր հաղորդման մեջ հնչած հետաքրքիր խոսքերը գեղեցիկ ձևաչափով օգտագործելով Canva կամ Figma։ Երկրորդը։ Օգտագործեք հարթակները ճիշտ ձևերով։ Instagram-ում տեղադրեք story-ներ, reel-եր եւ bio հատվածում տեղադրեք լինքեր, որոնք ակտուալ են։ TikTok-ում կիսվեք podcast-ի հետաքրքիր հատվածներով ու միացեք թրենդներին։ Facebook խմբերում կարող եք կիսվել ձեր տեսանյութով խմբերում, որտեղ կա ձեր թիրախային լսարանը։ Երրորդը։ Անպայման շփվեք ձեր լսարանի հետ։ Պատասխանեք բոլոր մեկնաբանություններին ու նամակներին։ Այս քայլը մարդկանց ավելի կմոտեցնի ձեզ եւ ձեր տրամադրած բովանդակությանը։ Կազմակերպեք տարբեր հարցումներ։ Օրինակ, որ թեմայի մասին եք ուզում լինի հաջորդ podcast-ը կամ ում կցանկանայիք տեսնել որպես հյուր հաջորդ հաղորդմանը։ Ժամանակ առ ժամանակ ձեր լսարանի հետ զրուցելու համար ուղիղ եթերներ արեք։ Չորրորդը։ Համագործակցեք ազդեցիկ անձանց հետ։ Նշեք ձեր հյուրերին եւ խնդրեք, որ նրանք տարածեն տեսանյութը։ Անձամբ որպես հյուր հանդիսացեք այլ մեդիա նախագծերում ձեր լսարանը մեծացնելու համար։ Հինգերորդը։ Օգտվեք վճարովի գովազդների ծառայություններից։ Կարող եք օգտագործել Google Ads կամ Ads Manager ձեր լսարանին թիրախավորելու համար։ Կազմակերպեք խաղարկություններ։ Օրինակ, մեկնաբանիր եւ տարածիր, որպեսզի շահես փոքրիկ նվեր։ Եթե ունեք մեդիա նախագիծ ու մտածում եք, թե ոնց եք այդ մեդիա նախագիծը առաջ խաղացնելու, ապա գիտեք ում դիմեք։